Կխնդրեմ ներկայացնել հիմա բողոքի ակցիան շարունակում եք, ինչ քայլեր եք պատրաստում դիմել։ Այս պահին սպասում ենք պատասխանի, ուզում ենք նախ առաջի հերթին պատասխան ստանալ ինչի է փակ, եւ ինչի չեն մեկնաբանում ինչու է փակ, ու պլյուս դրան էլ ուզում ենք հասկանանք երբ են բացելու, կամ եթե չեն բացելու, ինչի օֆիցիալ չեն հայտարարում, որ չենք բացելու, գնացեք տուն, չեք աշխատելու, շուկան չի աշխատելու։ Ինչի համար է այս ամեն ինչը։ Ինչի համար է մենակ կենտրոնական փողոցը փակ, որ ժողովուրդը իմանան փակ է, չմտնեն շուկա։ Առևտուրը նստած է, այսինքն առևտուր չեն կարողանում մարդիկ անել ու գիտեն, որ շուկան փակ է։ 90%-ը տենց գիտի, որ շուկան փակ է։ Հիմա մեր տաղավարները փակ են, մենք 3 օր չենք, հա։ Ու չենք կարողանում աշխատել, ում դիմենք այդ հարցում, ում կարող ենք դիմել։ Իսկ ձեր ինչ տաղավար է։ Մեր լուստրաների տաղավարն է հենց փողոցի վրա, որ կնիխված է սպայի դրությամբ։ Ում պատճառաբանում են հոսանքը, հենա հոսանքը կարող եք լուսաբանել, որ այ հենց հիմա հոսանքից 2 մետր ասկոմ շինարարություն է գրում, վտանգավոր չէ։ Կամ ով է թույլ տվել, որ շինարարություն անեն։ Եթե այդ հոսանքը վտանգավոր է։ Ես ուզում եմ դա հասկանամ։ Մեկի համար վտանգավոր է, իսկ մյուսին ոչ։ Դա պետք է պետական մարմինները այդ հարցով զբաղվեն։ Ես իմ աշխատանքի տերն եմ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի ես այսօր չեմ աշխատում։ Այդ հոսանքի հետ ինչ կապ ունի 5-6 տարի է աշխատում է շուկան, ու ոչ մի անգամ խնդիր չի առաջացել։ Հենց այսօր այդ խնդիրը առաջացել։ Կամ հենց այսօր են հիշել, որ այդ վիսոտիները կանգնած են այստեղ։ Թող հենական մոտենան, հեսա, ամբողջ միլիցիայությունը այստեղ է։ Թող մոտենա հարցնի ինչի համար է շինարարություն անում, երբ 2 մետր այն կողմ հոսանքը մեծ լարմամբ կանգնած է, դա վտանգավոր չէ։ Ինչու՞մն է խնդիրը։ Կարելի է հստակ ասել ժողովրդին, ինչու՞մն է խնդիրը, փակի անցնել առաջ։ Դա ավելի ճիշտ չի լինի։ Շտապ օգնություն էին կանչել ինչ որ մարդ է։ Հնարավոր է որ վատացել է, որովհետև 3-ից 4 ժամը 9-ից մինչև հիմա կանգնած են կարևի տակ։ Կանգնած են կարևի տակ ու չգիտենք վերջը ոնց է լինելու սրա։ Հեսա մենք էլ կվատանանք, այս շոքին ինչքան հնարավոր է կանգնել արևի տակ, բայց ուրիշ տարբերակ էլ չունենք։ Գնանք տուն։ Գնանք տուն մեր երեխեքին ով է պահելու վարձով, հեսա կոմունալ պետք է վճարենք։ Դա պետությանը չի վերաբերվում այդ կոմունալը։ Ինչ ենք ասելու, որ չենք աշխատում, չենք կարողանալու վճարել, դա իրան հետաքրքրում է։ Պարոն Փաշինյանին հետաքրքրում է, մենք ոնց ենք ապրելու։ Բա խոստումներ են տալիս, սարեր ու ձորեր են խոստանում ժողովրդին, ու այդ սարերն ու ձորերը։ Գնում ենք, ընտրում ենք, ողջևորված, ուզում ենք երկրի համար լավ լինի։ Իրեն եք ընտրել այսինքն։ Այո։ Բայց փոշմանում եք, որ ընտրել եք։ Դե եթե ես իմ աշխատանքի ձրկվեմ, իհարկե կփոշմանեմ։ Ու էլ չեմ վստահի, դա վիրը չկա արդեն ոչ մի բանի։ Ու կմտածեմ, որ սա ոչ թե ժողովրդի համար է այս ամեն ինչը, այլ միտումնավոր այդ ամեն ինչը միտումնավոր է եւ քաղաքական երակներ կա դրա մեջ։ Ես այդքան բան կարող եմ ասել, որովհետեւ 4000-ից ավել աշխատող աշխատում։ Ինչով ենք մենք մեղավոր։ Եթե կան քաղաքական ինչ որ խնդիրներ, խնդիրներ, մենք դրանով ինչով ենք մեղավոր։ Ոչ մի բանով էլ մենք մեղավոր չենք։ Մենք ընդհանրապես եկել ենք հավաքվել ենք, ուզում ենք աշխատենք, այսքան բան։ Եթե կարելի է այդ հարցը լուծել շուտապույտ, որ հասկանանք ինչ անենք։ Եթե հարցը չլուծվի, ինչ եք պատրաստում անել, քանի որ տեղեկություն եղավ, որ իրավապահները արգելել են փողոց փակել։ Դե պիտի սպասենք այստեղ այնքան, փակելու ենք դուռը այնքան, դուռն ենք փակելու ու չենք թողելու ոչ մեկ դերս մտնի։ Այնքան, մինչև որ հասկանանք ինչ կարող ենք անել։ Ուրիշ տարբերակ չկա։ Կամ թող մեզ հստակ ասեն մի աշխատեք, կամ թող բացեն շուկան։ Այս օրերին նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ ընկերությունների աշխատանքն է խաթար, բայց դուք պատկերացում ունեիք, որ ի վերջո ձեզ էլ։ Իհարկե, որովհետև հերթականությամբ գալիս է։ Դա ինչ որ, չգիտեմ, քաղաքական ինչ որ պրինցիպներ է գնում, որը ժողովրդի հետ բացարձակ կապ պետքա չունենա։ Մենք այդ խնդիրների հետ բացարձակ կապ չունենք։ Մենք հասարակ մարդիկ ենք եւ ուզում ենք մեր օրվա հացի գումարը վաստակենք։ Եթե մենք լինենք միլիոնատերեր կամ չգիտեմ ունենայինք ապահովված լինենք, մենք այսօր այստեղ չենք լինի, օրվա հացի փող չենք աշխատի։ Կլինենք մեր տներում։ Ու այս խնդիրները չեր առաջանա։ Եթե դրսում չեն կարողանում ապրենք, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատա, հետ եք եկել մեր երկիր։ Այստեղ հարաբերությունները վատա Առնջը փակում են, աշխատատեղերը փակում են, չեն կարողանում աշխատել։ Ուր գնանք։ Թող պարոն Փաշինյանը հրապարակի, ուր գնանք, որտեղ աշխատենք ու ինչ անենք։ Երբ ունենք անչափահաս երեխաներ հենց այս պահին տանը մենակ։ Ուր գնանք աշխատենք, ում դիմենք այդ հարցում, եթե երկրի ղեկավարը ինքն է։ Ու միշտ ասել է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Վստահեք ու կտեսնեք, որ լավ է լինելու։ Վստահել եք, դե հիմա ուզում եք տեսնենք։ Լուսաբանեք, թող տեսնեն ու հասկանանք, հնարավոր է որ մեզ օգնեն։ Մեր ձայնը հասանելի է, թե ոչ։ Թե ուղղակի կխոսենք, դե լավ, մի երկու օր կխոսենք, անցնի կգնա։